Հարգելի կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներ, հարգելի ներկաներ, հայրենակիցներ, մենք մոտ 1 ժամից ավել լսում եմ, կարծում եմ կարելի է նկատառումները իրականացնել։ Տեսեք, մենք այսօր ներկա ենք գտնում կենտրոնական ընտրական հանձնաժողովում, ըստ էության ինչքան էլ պարոն Հովակիմյան ձեր բարձր նախագահությամբ պնդում եք, որ քաղաքական եզրութաբանությամբ չհիմնավորել, հիմա մեր քաղաքական ուժի նկատմամբ չկա դատական ակտ, որևէ խախտում արձանագրող, չկա կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից որևէ որոշում, որևէ արձանագրություն, ու այս պայմաններում բերվում ադիմում միանգամից մեր գործունեությունը դադարեցնելու եւ մեզ ընտրապայքարից դուրս հանելու վերաբերյալ, երբ կրկին ընտրական օրենսգիրք, սահմանադրական օրենքը համապարփակ տալիս է հիմքերը անբավերության եւ մերժման։ Հղում է կատարվում մեր թեկնածուին, պարոն Նարեկ Կարապետյանի հետ կապված քաղաքացիության ինչ որ անհետ մամուլի հաղորդագրության է հղում կատարվում։ Խնդրանքս, հորդորս, պահանջս։ Պարոն Հովակիմյան, խնդրում եմ։ Անուններից եկեք, ես ինչի համար եմ ասում, որտեղ այս Պարոն Հովակիմյան, կարծում ես լսված լինելու հնարավորություն պետք է ունենամ շուրջ 40 րոպե լսում եք հակադարձում։ Ես ընդամենը ասում եմ թեկնածուների անուններ, կուսակցությունների, դաշինքների անուններ, բայց հենց կետերից մեկը ուղղակիորեն մեր թեկնածուին է վերաբերում եւ այս կետով առաջին հերթին կարծում եմ իրավասու մարմիններին ենք հարվածի տակ դնում։ Արդյոք մեր երկրում կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ներքին գործերի նախարարությունը այդքան կոմպետենտություն չունեին, որպեսզի գրանցեին խնդիր ունեցող փաստաթղթերի հետ թեկնածուի ու արդյոք այլ երկրի քաղաքացիություն ունենալը այդքան հեշտ թաքցնելի երևույթ է։ Դուք պատկերացնում եք այլ երկրի քաղաքացիությունը ինչքան իրավահարաբերություններ է ծնում ու ինչքան հեշտ է պարզել թե մարդը ունի այլ ավելորդ քաղաքացիություն թե ոչ։ Մեր թեկնածուն իր ողջ կյանքում միայն եղել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ մենք որևէ շահագրգռվածություն չունենք եւ չենք կարող ունենալ դա թաքցնելու, դա մեկ։ Երկրորդ, այս ողջ գործընթացի ծնունդը ու այս դիմումը երեք ուղղակիորեն քաղաքական բանավեճի, մեկ այլ քաղաքական ուժի թեկնածուի հրահանգ է։ Այսինքն կոալիցիոն գործընկերոջը հրահանգավորում է դիմում ներկայացրեք, որպեսզի այս քաղաքական դաշինքի գործունեությունը անբավեր ճանաչվի ու ընտրապայքարից դուրս հանվի։ Սա մոտիվացիա վերաբերմունք դրսևորվի, որովհետև տեսեք դուք եւ Արաքելյանը հարգելներ, սա փաստի Պարոն Արաքելյան, մի րոպե։ Եկիմներյան, պարոն Արաքելյան, ես էլի իշեցում, բանավեճում չենք։ Եկիմներյան, ես իշեցում եմ կրկին, բանավեճում չենք։ Իրավական գնահատականներ և վերջ։ Խոսս միացվի, շնորհակալ եմ։ Սա ընդամենը իրողությունների արձանագրում է, որը հողմ եմ կատարում։ Ես ինքս որպես լիազոր ներկայացուցիչ ինձ թույլ եմ տալիս նման հայտարարություն կամ պնդում կատարելու, որովհետև բազմաթիվ դիմումներ եմ ներկայացրել կենտրոնական ընտրական հանձնաժողով, շատ լուրջ մտահոգություններ արտահայտելով փաստերի հիման վրա։ Օրինակ, մեկ այլ քաղաքական ուժի կողմից ընտրական օրենսգրքով սահմանված արգելքները խախտելու վերաբերյալ դրանց վերաբերյալ ներկայացրել են փաստական հանգամանքներ, ներկայացրել են լրջագույն մտահոգություններ, օրինակ նույնական հասցեների վրա, տասնյակ քաղաքացիների նույն հասցեի վրա գրանցման վերաբերյալ, այդ վարչական ռեսուրսների շահարկման վերաբերյալ, այդ բոլոր դիմումների հիմքով որևիցե արտահերթ նիստ նման հրատապ կարգով պարոն Հովակիմյան չի հրավիրվել։ Ես հիմա կարող եմ նման մտահոգություն արտահայտել, թե ինչով է պայմանավորված, ինչպես գործընկերս պարոն Վարդևանյանը ներկայացրեց։ Նախընտրական քարոզության վերջին րոպեներին կներեք էլի։ Հորդորս, եկեք այս բարույթի շրջանակներում խոսենք, ինչ վերաբերվում է ձեր դիմումների մասին, ես եւս մեկ անգամ նաև հրապարակային կիրազեկ եմ։ Պարոն Հովակիմյան, եթե կարելի է խոսում եք այս վարույթի մասին, որովհետև այս վարույթի շրջանակներում այս դիմումը, որ քննարկում եք, կապ չունի ձեր դիմումների հետ,
հիմնավոր կասկած եւ մտահոգություն եմ հայտնում, ինչով է պայմանավորված տարբերակումը դիմումատուների եւ դիմումներին ընթացք տալու։ Ու դրա իրավասությունն է, որ մեկ այլ բարակայում, մեկ այլ ձեր կներեք էլի ինչի տարբերակ ձեր դիմումը մենք վարույթ չենք արել ձեր դիմումով։ Ոչ։ Չէ, ուրիշ դիմումով։ Ոչ։ Հարգելիներս ոչ։ Ամենայն հարգանքով, այնուամենայնիվ։ Հա, այդ եմ ասում, այսինքն որ մի դիմումով եղել է, մյուսով չի եղել, դա դուք արդեն բան եք։ Ընկերոջ նկատմամբ, պարոն Եգորյան, ի՞նչ է նշանակում։ Պարոն Վարդանյան, ես ընդամենը արձանագրելու համար, որ ձեր դիմումի հիման վրա եղել է, չէ՞ վարչական բարույթ էստեղ։ Լավ, մի անցածնի։ Եվ Գիմոնյան, ուղղակի ես ամփոփելով խոսքս, տեսեք, հետևյալ արձանագրումն են կատարում։ Մենք բավականին ծանրաբեռնված ենք ու եռակի ծանրաբեռնված ենք հաշվի առնելով մի շարք միջամտություններ մեր ուժի նկատմամբ ու հիմա կրկին մեզ համար ամեն րոպեն թանկ է, որովհետև այս րոպեների ընթացքում հսկայածավալ կազմակերպչական աշխատանքներ ունենք։ Ուստի ամփոփելով կրկին անգամ վերահաստատում եմ գործընկերոջս պնդումը, որ ընտրական օրենսգիր սահմանադրական օրենքի տրամաբանությամբ, ընտրական գործընթացի հիմնարար սկզբունքների տրամաբանությամբ եւս հերթական անգամ մեր նկատմամբ խաթարվում է ընտրական գործընթացի հավասարության սկզբունքը եւ ես ակնհայտորեն դա հրապարակային փաստ է, որ անհրաժեշտ է հրատապ այս դիմումը մերժել, որովհետեւ անվավերության կամ գործընթացից մեզ ըստ էության հանելու ավելի մատչելի տերմին օգտագործենք, որևէ իրավական հիմք ակնհայտորեն առկա չէ։ Շնորհակալ եմ։ Կարծում եմ, որ բոլորը շատ այսպես ծավալով խոսեն։ Կներեք, էլի հիմա տեսեք, մենք ընդամենը 5-6 րոպե խոսեցինք, 5 րոպե, բայց մենք մի ժամ 20 րոպե լսել ենք մյուս կողմին, դիմումատուին, ու անգամ երկուսից խոսքն է ընդհատվեց։ Սա բարույթի հավասարության սկզբունքը էականորեն խաթարվում է։ Երկուսը Էլինոից հարգելի կողմեր, վերջ, ոչ, բավական է, ես լիարժեք, մենք ենք, այս ինչ որ ձեր կարծիքները, ձեր դիրքորոշումները դա մեզ համար են, ես լիարժեք ու եթե սխալ եմ ասում իմ ընկերները կհանդիմանեն, մենք բավարարված ենք ձեր կողմերի տեսակետները լսելուց և կես ժամ ընդմիջում կհայտարարեմ, մինչև նախագիծը մենք բերենք իմի, բայց ես մինչև այդ պիտի ասեմ տիկին նրան, ձեր դիմումներին տրվել է պատասխան, չգիտեմ այսօր ստացել եք թե չէ, եթե այդ պատասխանները ձեզ չի բավարարում, այնտեղ երրորդյա ժամկետ ունեք, կարող եք բողոք հարկել։ Բան չէ, այդ Պարոն Վարդանյան, ասում եմ, ձեր դիմումը, որը վերաբերում էր թեկնածուների տիկտոկյան անձնական էջերին, այո, թեկնածուների անձնական տիկտոկյան էջերին ուսումնասիրել ենք, տվել ենք ձեզ գրավոր պատասխան, այդ գրավոր պատասխանը այսօր, եթե չեմ սխալվում, առավոտյան պիտի ձեզ առաքված լինի կամ կեսօրին, որովհետև չեմ հիշում երբ եմ ստորագրել։ Այդ պատասխանը, այսինքն այստեղ պետք չի այդպես ես նաև հնչեցնում թե դիմումը ինչին է վերաբերում տեխնատուների տիկտոկյան գործընկերային հարաբերություններ են պահպանում ուղղակի անհավասարության անհավասարություն չկա իրատապության տեսանկյունից Տիկին Միլան ձեր դիմումով եղել է վարչական բարույթ եւ ընդմիջում մինչեւ այսինքն 00 ժամ 15 րոպե